Նա գտել է մի քանի քահանաների ու եպիսկոպոսների, որոնք կաջակցեն իրեն։ Նա եկեղեցական կանոնական օրենքի տեսանկյունից անօրինական այդ պատարակներն ու ժամերկություններն է կազմակերպում այստեղ-այնտեղ, եւ այս գործընթացը շարունակվում է։ Այսպիսով նա ուզում է վերահսկել ամեն ինչ շատ պարզ է, բայց իհարկե այս ամենը պետք է դիտարկել ավելի լայն համապատկերի մեջ, որն ասում է, որ սա միայն իշխանության համար անձնական պայքար չէ։ Դա կարող է լինել տարրերից մեկը։ Այնպես չէ, որ նա անձնական խնդիր ունի կաթողիկոսի հետ, այլ այս ամենը շատ ավելի մեծ ծրագրի մի մասն է, ստեղծելու այսպես կոչված իրական Հայաստան։ Եվ նա բաց տենում է իր ծրագիրը հանրության առջև։ Եվ այսպիսով նա ցանկանում է ունենալ իրական Հայաստանին համապատասխանող եկեղեցի եւ փորձում է եկեղեցի հիմնել հուսալով, որ այն կներառի ամբողջ այն կառույցը, որն այժմ հայ առաքելական եկեղեցին է։ Բայց եթե նա չհաջողի, կփորձի գոնե ստեղծել մրցակից։ Ես այն անվանում եմ իրական Հայաստանի հերձվածող եկեղեցի, եւ նրանք, ովքեր միանում են այս շարժմանը եւ չեն հնազանդվում իրենց հոգեվոր հայրերին եկեղեցում, հերձվածողի պես են իրենց դրսևորում։ Սակայն այս ծրագիրը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի ներքին քաղաքականությունը։